կամ սխալ, որը հաճախ թույլ են տալիս նոթ վարողները եւ որը առաջացնում է շատ լուրջ խնդիրներ այս մեքենաների հիբրիդային մարկոսների համար։ Խոսքը ժամանակին բենզինը չլիցքավորելու մասին է։ Այո, երբ այս մեքենայի բենզինը վերջանում է, հիբրիդային մարկոսների հետ կապված շատ լուրջ խնդիրներ են առաջանում։ Ինչու՞։ Որովհետեւ այս մեքենայի շարժիչը ընդհանրապես կատարում է գեներատորի կամ լիցքավորողի դեր, իսկ երբ վերջանում է բենզինը կամ եթե գազ է տեղադրված գազը, կարելի է ասել, այս մեքենայի մարկոցները մնում են առանց լիցքավորման։ Իսկ լիցքաթափումը ունի սահման։ Երբ այդ թույլատրելի սահմանը անցնում է, մեքենան այլևս հնարավոր չէ տեղից շարժել, որովհետև մարկոցները վերջնականապես լիցքաթափված են։ Իսկ երբ պարզ է, որ մեքենան ամբողջությամբ լիցքաթափվել է, այդ դեպքում հանվում են մարկոցները, հատուկ սարքերի միջոցով վերականգնվում է լիցքը եւ նորից տեղադրվում է մեքենայի վրա ու մեքենան սկսում է նորից շահագործել։ Այս տեսանյութի նպատակն է, որ դուք չունենաք մարկոցների հետ կապված խնդիրներ, բայց եթե ամեն դեպքում ունեք իմ նշած խնդիրը, ապա կարող եք զանգահարել մեզ կամ այցելել մեր հասցեով Թբիլիսյան 25/18 եւ այդ եւ մնացած այլ խնդիրները արագ լուծում կստանան մեր սերվիզում։